ամեն։ Ունենք նաև մարգարեական ավելի հաստատուն խոսքը, որին եթե ասակ, լավ կանենք։ Իբրև ճրակ, որ լույս է տալիս 8 տեղում, մինչև որ լուսանա օրը և արուսյակը ծագի ձեր սրտերում։ Սիրելիներ, այս հատվածը այսօրվա ընթերցումից էր Պետրոս Առաքյալի երկրորդ նամակին։ Առաքյալն ասում է, որ մարգարեական խոսքը ունեք ձեր սրտերում, որին պետք է լսեք, եթե լսեք լավ կլինի, որովհետև խավարի մեջ եք, մինչև որ լուսանա և կարողանաք տեսնել կամ ընդունել կամ հասկանալ այն ինչ որ պետք է հասկանալ։ Այսօր երկու մեծագույն առաքյալների Սուրբ Պետրոսի և Պողոսի հիշատակության օրը սիրելիներ այս պատգամն է գալիս նախ ինձ և ինչու չէ նաև ձեզ։ Ինչ է իրենից ներկայացնում այդ մարգարեական խոսքը և ինչ է մարգարեությունը առասարակ։ Շատերին թվում է, որ մարգարեությունը միայն ապագայի մասին հուշագրում է։ Երբ մեկը ապագայի մասին ինչ-որ մի բան ասեց, ուրեմն մարգարեացավ, վերջ։ Բայց այդպես չէ։ Եբրայերենով և արամեերենով մարգարեն ոչ միայն ապագայի մասին խոսացողն էր, այլ ոչ խոսքը փոխանցողն էր։ Նա ավին էր, որ պիտի խոսեր, քարոզեր Տիրոջ խոսքի մասին, արտացներ ժողովրդին կամ տար այն պատգամը, որ այդ ժողովրդին պետք է, որպեսզի ժողովուրդը կարողանար ճիշտ ընթացքով գնալ։ Հետևաբար Պետրոս Առաքյալը իր նամակի մեջ ասում է, որ դուք ունեք այդ մարգարեական խոսքը։ Սիրելիներ, ահավասիկ մարգարեական խոսքը, Սուրբ Ավետարանը, որ Տիրոջ խոսքի ոչ միայն քարոզչությունն է մեզ, ոչ միայն պատմությունն է, թե ինչպես Քրիստոս քարոզեց, ինչպես խաչվեց, ինչպես մահացավ և հարություն առավ, այլ նաև մեզ տալիս է այն խոսքը, որ մեր վաղվա օրվա համար է պետք։ Ցավոք սրտի ամեն ինչի մասին մենք խոսք գիտենք, ամեն մի խոսք մեր ականջին հասու է, բայց Տիրոջ խոսքը դանդաղ է հասնում մարդուն։ Պատճառը ես չգիտեմ, բայց պատճառներ տարբեր եղանակներով Տերը ինքը Ավետարանի մեջ մեզ տալիս է։ Միայն այն, որ Սերնացանի առակի պատմությունն է, մեզ բավարար է հասկանալու համար, թե ինչու Տիրոջ խոսքը միշտ չէ, որ ճիշտ արտահայտություն է գտնում մարդու կյանքի մեջ։ Եվ ինչն է պատճառը, որ աշխարհի խոսքը ավելի շուտ է հասնում մեր ականջին։ Այստեղ մեր նախադրությունների հարցն է նաև։ Ինչպիսին է մեր ականջը տրամադրությունը, ականջի տրամադրությունը։ Ինչ ենք ուզում մենք լսել, այդ էլ կլսենք։ Ինչ խոսքի հետևից ենք ուզում գնալ, այդ խոսքի հետևից էլ կգնալ։ Այսինքն շատ կարևոր է մեր ընտրությունը։ Եվ դրա համար է, որ Առաքյալը այսօր ասում է, որ դուք ունեք այդ մարգարեական խոսքը։ Հիշեցնում է, որ իրենք ունեն այդ խոսքը, որովհետև ամբողջ այս հատվածը, որ ընթերցեցի ձեզ, հիշեցում եք, ասում է անընդհատ պիտի հիշեցնեմ ձեզ, որ չմոռանաք, թե ինչ ունեք և ինչպես ունեք։ Ուրեմն սիրելիներս, առաքյալների տոնակատարությունը այսօր նախ և առաջ մեզ գալիս է հիշեցնելու, որ մենք ունենք այդ խոսքի ներկայությունը։ Առաքյալներն ասում են, որ եթե դու մոռացել ես, որ այդ խոսքը ներկա է քո կյանքի մեջ, ուրեմն հիշեցնում եմ քեզ։ Դու ունես այդ խոսքը։ Պարզ, հասարակ, ասում է, եթե դու մոռացել ես, որ քո տանը ունես Աստվածաշունչ, հիշեցնում եմ քեզ, գրադարանի մեջ դրված է քո տանը։ Հանթերթի, բաց ընթերցիր։ Պարզ, ասում է, ով հավատացյալ, եթե դու մոռացել ես, որ դու Տիրոջ խոսքի վրա ես հաստատված, ոչ թե ֆեյսբուքյան ստատուսների, ուրեմն քեզ հիշեցնում եմ, որ դու ունես դա։ Ուրեմն ամեն անգամ, երբ մենք անդրադառնում ենք առաքյալներին, մենք անդրադառնում ենք այդ հիշեցմանը։ Հաջորդը, որ այսօր կուզեի շեշտադրում անել, հետևյալն է, ասում է դուք այդ խոսքը ունեք ձեր սրտերի մեջ, այլ տեղ չէ,
Պետրոս Արաքյանը իր համայնքին ասում է, որ ձեր սրտի մեջ է այդ խոսքը, ուրեմն գիտի, որ այնտեղ է դրել։ Սերնացանը ինքն է, և ինքը գիտի, որ սրտի մեջ է ցանել այդ խոսքը։ Անգամ սրտի մեջ եղած խոսքի համար պետք է հիշեցնի մարդուն, որ քո սրտի մեջ Տիրոջ խոսքը կա։ Իսկ ինչ է սիրտը, սիրելիներս։ Մեր կյանքի աղբյուրն է սիրտը։ Մեր կյանքի շարժիչն է սիրտը։ Աստված ամեն անգամ մեզ պետք է հիշեցնի, որ իր խոսքը ոչ թե գրվանդ պահիր, որ գումարի վերածես, վաճառես Տիրոջ խոսքը։ Ոչ թե պահիր մեքենայի մեջ, որ մոռանաս ուր ես դրել։ Ոչ պահիր տան անկյունը, ոչ պահիր մեկ ուրիշի մոտ։ Այլ Տիրոջ խոսքը քո սրտի մեջ պահիր, որտեղ խոսքի տեղը այնտեղ է։ Տիրոջ խոսքի տեղը այնտեղ է, որտեղ Տիրոջ խոսքը կյանք է, կենդանի խոսք է։ Դրա համար ընթերցման մեջ Արաքյալն ասում է առասպելների մասին չխոսեցի ձեզ, այլ այն ինչը որ ճշմարիտ էր ու կենդանի էր դրա մասին ես պատմեցի ձեզ։ Ուրեմն սիրելիներս, առաքյալները մեզ այսօր գալիս են հիշեցնելու, որ կյանքի մասին են խոսում, եւ մենք պիտի ապրենք այդ խոսքի մեջ։ Թե որ կարող է մեր սիրտը ընդունում Տիրոջ խոսքը, նորից յուրաքանչյուր մեկիս ընտրությունն է, նորից մեր ընտրության խնդիրը։ Ցավոք սրտի երբեմն Տիրոջ խոսքը միայն մտքի մեջ է մտնում։ Այդ պահին ովքեր լսեցին Տիրոջ խոսքը, բոլորը դառնում են մեկնիչներ, բոլորը դառնում են աստվածաբաններ, բոլորը դառնում են քարոզիչներ, որտեղ իրաց մտքի մեջ տեղավորվել է դա։ Սկսում են շարադրել լեկցիաներ, հատուկ ընթերցասեր հասարակության համար։ Տեսնում ես, որ կյանք չկա, շարադրանք է, կյանք չկա մեջ։ Ինչու՞, որտեղ մտքի պարունակությունն է, ուրիշ ոչ մի բան։ Այնինչ և Տիրոջ խոսքը մարդու սրտի մեջ է, անգամ խոսացածը սրտանցել է, անգամ ասածը սրտանցել է։ Ուրեմն սիրելիներս, այսօրվա երկրորդ պատգամն է, որ մենք հետևողական լինենք, թե Տիրոջ խոսքը որտեղ ենք տեղավորում, նա սրտի համար, որտև սիրտը այդ բաբախն է տալիս մեզ, այդ կյանքն է տալիս մեզ։ Եվ վերջը Արաքյալը այս փոքրիկատվածը ավարտում է ասելով, որ որպիսի երբ լուսանա, Արուսյակը ծագի ձեր սրտերում։ Ուրեմն Արաքյալը հասկանում է, որ խավարի մեջ է իր հետևորդը։ Չնայած որ Տիրոջ խոսքը ունեն, իրենց սրտի մեջ ունեն, բայց խավարի մեջ է։ Ինչու՞։ Չէ որով Տիրոջ հետ է լույսի մեջ է, ասում է Հովհաննես Արաքյալը։ Ինչու այդպես ստացվեց, որ խավարի մեջ է։ Միջավայրն է խավար։ Եվ խավար միջավայրը շատ դեպքերում ազդում է մարդու վրա։ Եվ այնքան խորը պիտի լինի Տիրոջ խոսքի ներկայությունը, որ արև ծագի այնտեղից։ Հիմա մարդկանց նկարությունը եւ սխալ սպասումը ինչու՞ն է։ Սպասում են, որ արևակը ծագի կամ արևելքից, կամ հյուսիսից, կամ արևմուտքից, կամ հարավից, ամեն դեպքում սեփական անձից դուրս ծագի արևակը։ Ամեն դեպքում սպասում են, որ արտաքին արևակը պիտի ծագի, բայց այդպես չէ։ Արևակը մեր մեջ պիտի ծագի եւ լուսավորի մեզ, որովհետև արտաքին խավարը հնարավոր է ցրել միայն ներքին լուսավորմամբ։ Ուրեմն սիրելիներս, այո, այսօր էլ մի տեսակ խավար է։ Ոչ թե օրն է խավար, ոչ թե մեր շրջապատն է խավար, իրականությունն է խավար։ Եվ այդ խավարի մեջ խարխափում են շատերը։ Մեկին թվում է, որ ինքը կալու է, գիշերով կարող է տեսնել մտության մեջ, աչքերը լույս են տալիս, ու սկսում է երևակայել, որ ինքը կատվածքի է, կարող է այդպես ապրել խավարի մեջ։ Մյուսին թվում է, որ ինքը այլ տեսակ է, և իրեն էլ հնարավոր է այդ խավարի մեջ ճիշտ մանյովրներ անել։ Մեկն էլ կարծում է, որ դա իրականությունն է, այդպես խավար պիտի լինի, հարմարվելու հարց ունենք,
պիտի հարմարվենք ու վերջ։ Բայց իրականությունը հետևյալ եւ առաքյալները մեզ ասում են, Արուսյակը ձեր մեջ պիտի ծագի, ձեր սրտերի մեջ պիտի ծագի այդ Արուսյակը։ Եթե հետևողական չեղաք, որ լույսը ձեր մեջ լինի, դուք ջրակ չեք լինելու, իսկ եթե ջրակ չեղավ, խավար է մնալու։ Հետևաբար, սիրելիներս, ես մտածում եմ, որ քրիստոնյաներն են այդ ջրակը։ Ճշմարիտ քրիստոնյաներն են այդ լույսը տարածողները։ Անկախ հանգամանքից, որքան խավար է, եթե իմ մեջ Արուսյակը ծագեց, ես այդ տարածքը լուսավորելու եմ։ Բացառված է չլուսավորելու, որտեղ ինձանից չէ այդ լույսը, այլ Արուսյակը, որ իմ մեջ ծագում է, իրենից է այդ լույսը։ Հետևաբար մենք չենք որոշում, այլ ինքն է որոշում, թե այդ լույսը ինչպես պիտի տարածի։ Ուրեմն թող խավարի մեջ խարխափողները շարունակեն խարխափել, բան չի փոխվելու, մնալու են խավարի մեջ։ Քրիստոնյան անբերատարորեն պիտի այդ լույսը ունի, որ կծագի եւ կլուսավորի այն ժամանակ, երբ Տիրոջ խոսքի կրողը լինի։ Երբ Տիրոջ խոսքի կրողը լինի։ Ոչ թե խոսքի խոսացողը, ինչպես պիտի ասելները դու միայն շրթունքներով ես ինձ պաշտում, այս քո սիրտը լեցուն է բամբասանքով, եղբոր նկատմամբ պատելությամբ, չարությամբ, խուժանությամբ եւ ավազակությամբ։ Միայն շրթունքներով ես ինձ պաշտում։ Այլ պիտի մեր սիրտը լցված լինի այդ խոսքով, որպեսզի մեր շրթունքները այդ լույսը տարածեն եւ լուսավորեն այնտեղ, որտեղ որ ենք։ Ուրեմն սիրելիներս, այս առումով մենք Սուրբ Պողոս եւ Պետրոս առաքյալների հետնորդներն ենք, որտեղ իրենք այդպես արեցին եւ մեզ օրինակ տվեցին, որ մենք դրանք։ Իմ մաղթանքն է այսօր մեզ բոլորիս, որ չմոռանանք այդ օրինակները։ Մեր կյանքի մեջ ընդունենք, Տիրոջ խոսքով ընդունենք մեր կյանքի մեջ եւ սպասենք Արուսյակին, որովհետև արեգակը պիտի ծագի եւ պիտի լուսավորի մարդկանց, այն մարդկանց, որոնք կրողն են այդ ճշմարտության։ Աստծո սերը, շնորհը եւ խաղաղությունը բոլորիս հետ այժմ եւ միշտ հավիտյան սարքից։ Եվ դուր մեզ համարձակացայն բարբարով բանալս վերանս, բարդալս կեզ եկնավորըտ մայ, երկեր և ասել։
ժամանականի, այլ է պար, իշխանություն և պատի, այժմ և միշտ, և հավիտյան սավիտենի, ամեն։ Այժմ և միշտ և ավիթյան